Աշոտը այստեղ 120-րդ ծառն է տնկում, արդեն 3-րդ տարին է մասնակցում է ծառատունկին և ամեն տարի 40 ծառ տնկում։ Ավանդույթը չի խախտում նաև երևանցի Հովհաննեսը։ Անցած տարի ծիրանի տնկի է հողը դրել։ Բայց դեռ ծիրանի չենք ճաշակել։ Այս տարածքը ժամանակին ամայի էր, քարքարոտ ու փշոտ։ Միայն մասնագետներն էին ոտք դնում Ջրավազանից քաղաքին մատակարարվող ջրի հոսքը կարգավորելու համար։ Մի օր էլ հասկացան, որ այն կարելի է նաև տեղում օգտագործել։ Ջուրը կյանք է խոսքը ապացուցեցին հողը կենդանացնելով։ Տարածքը իհարկե այնքան էլ բարվոք չի, բայց ծառերը երբ որ կպան ու աշխատեցին, կարծում ենք շատ հետաքրքիր կլինի։ Տեսանք, որ բավականին մեծ տարածքներն են, ամայի տարածքներ, մանավանդ որ ջուրն էլ կա ու միտք հղացա, որ զբաղվենք ծառատնկման։ Հիմա այստեղ ավելի քան 1000 ծառ է ծաղկում։ Հացերիներն ու մրգատու ծառերը կպել են։ Սա Արմավիրի թթվածինն է դառնալու, պաշտպանելու է քաղաքը քամիներից ու փոշուց։ Այս անգամ ծառատունկը համընկել է երիտասարդների կամավորության համաշխարհային օրվան։ Երիտասարդներին ներգրավելու առիթը կազմակերպիչները բաց չեն թողել։ Մեզի միանում են հասարակական կազմակերպություններ, ոգևորվում են, շատ աշխատողներ իրանց աջակցությունն են ցուցաբերում, ծառեր են տրամադրում։ Այո, ոգևորությամբ ու նաև արակում ենք մյուսներին։ Դժվար տարածքում տնկված ծառերը մեծ խնամք են պահանջում։ Ջրավազանում աշխատողները իրենց նաև այս նորատունկ անտառի աշխատողն են համարում։ Ասում են, ծառի արմատների նման ամուր են կպել գործին։ Յուրաքանչյուր ծառ սիրում են այնպես, ինչպես իրենց տնկած է։ Կարինե Վարդանյան, Էդվարդ Շախալյան, ժամը լրատվական, Արմավիր։